Երևանում կա մի վայր, որտեղ հայտնվելով մոռանում ես ինչ է աղմուկը, փոշին ու նույնիսկ հեռախոսը։ Ավանի աղի հանքն է, ստորգետնյա առողջարան, որը տարածաշրջանում եզակի է։ Անձավաբուժության հանրապետական կենտրոն այցելելու համար պետք է նախապես գրանցվել եւ վաղ առավոտյան ներկայանալ։ Մուտքի մոտ այցելուներին սաղավարտներ են տալիս, ապա հատուկ վերելակով, որով սովորաբար աղակտորներ են բարձրացնում, իջեցնում մոտ 235 մետր երկրի մակերևույթից ներքև։ Մի քանի րոպե եւ դու աղե մի աշխարհում ես, որտեղ չկան աղմուկ, փոշի, վնասակար նյութեր, ռադիացիա եւ անգամ հեռախոսակապ։ Համեցեք, զգուշ եղեք ոտքից, զգուշ եղեք։ Մենք հիմա իջանք երկրի մակերևույթից 235 մետր խորության վրա են գտնվում։ Բայց սա պարզապես աղի հանք չէ։ Սա մի ամբողջ ստորգետնյա քաղաք է, որտեղ մարդիկ գալիս են բուժվելու։ Կորանը, որ մենք իջանք, սկսվել է փորվել 55-56 թվականներին, երբ որ Սովետական միությունում ենթադրել եմ, որ եթե Ադրբեջանը, Իրաքը, Իրանը ունեն նավթ, ապա չի կարող պատահի Վրաստանն ու Հայաստանը չունենա, եւ սկսել են փորել այս փորվածքը։ Բնականաբար մինչև դերսրանից էլ մի 30-40 մետր ներքև իջել են, տեսել են, որ չկա նավթ, բայց տեսել են, որ մեր մոտ բաների բազալտի սալերի արանքներում կա աղի կուտակումներ, տարբեր հարթությունների վրա։ Եվ 65 թվականից սկսել են հանքը շահագործել որպես աղի հանք։ 1985 թվականին թոքաբան ակադեմիկոս Ամատունին հիմնվելով իր եւ միջազգային ուսումնասիրությունների վրա եզրակացրել է, որ աղի անձավների միկրոկլիման կարող է արդյունավետ լինել ասթմայի բուժման համար։ Նրա նախաձեռնությամբ էլ ստեղծվել է անձավաբուժարանը։ Ավելի քան 4000 քառակուսի մետր տարածք վերածվել է յուրահատուկ բուժական կենտրոնի, քնի սենյակներով, զբոսանքի ուղիներով եւ նույնիսկ մարզման գոտիներով։ Անձավաբուժարանն ունի 4800 մետր տարածք, որից 800 մետրը թունելն է մոտեցման, 4000 մետրը հենց անմիջապես անձավաբուժարանն է։ 39 տարի առողջարանը աշխատել է եւ 39 տարի իր գործունեությամբ ապացուցել է, որ դա շատ կարևոր օբյեկտ է, դա ասենք ազգային արժեք է այսօրվա դրությամբ դառը, որովհետեւ իրոք օգնում է շնչառական ուղիների բարելավմանը, իմունիտետի բարձրացմանը, բայց ցավոք սրտի անձավաբուժությունը դա ապացուցողական բժշկություն չի։ Սակայն տարիների ընթացքում կենտրոնի շուրջ վերաբերմունքը փոխվել է։ 2016 թվականից առողջապահության նախարարությունը նշել է, որ անձավաբուժությունը չի համապատասխանում ապացուցողական բժշկության չափանիշներին։ 2020-ից էլ պետական ֆինանսավորումը դադարեցվել է։ 2016 թվականին տվել են պետգույքի կոմիտեին, որպեսզի պետգույքը մասնավորեցնի։ Բնականաբար փաստաթղթերի բազում պակաս կար, նույնիսկ հասցե չուներ, չէր բաժանած կոմբինատից, ասենք կադաստրով, այդ բոլորը ես 3 տարի արդեն տնօրեն եմ, ես այդ բոլորը կազմակերպեցի եւ անցած տարի արդեն քանի որ ուներ արդեն կմախքը, այս կազմակերպությունը հասցե, ասենք կադաստրի թուղթ եւ այլն, դրվեց մասնավորեցման։ Նախարարությունից ընդգծում են, նման բուժումն ավելի նպատակահարմար է կիրառել բազմապրոֆիլ բժշկական կենտրոններում, որպես բուժման լրացուցիչ փուլ։ Մեր քաղաքականության մեջ մենք ուղենիշ ենք ընտրել հիվանդությունների բուժման համալիր մոտեցումը, փոխկապակցելով հիվանդությունների առաջնային, երկրորդային կանխարգելումը, վաղ հայտնաբերումը, սուր, ենթասուր քրոնիկական փուլերի բուժումը, ինչպես նաև առողջարանային վերականգնողական բուժումը եւ խնամքը, անձավաբուժական բժշկական օգնությունը, հիվանդությունների կանխարգելման եւ բուժման իմ նշած համալիր մոտեցման համատեքստում դիտարկվում է այդ շղթայի էլեմենտ։ Բայց մասնագետները համաձայն չեն։ Բժիշկ Անուշ Ոսկանյանը հակադարձում է. տարիների ընթացքում գրանցված արդյունքները, հիվանդների դրական փոփոխությունները եւ դրանց հիման վրա իրականացված գիտական աշխատանքները հակառակն են ապացուցում։
2019 թվականին մեր պետպատվերը հանեցին պատճառաբաները, որ սա ոչ ապացուցողական բժշկություն է, բայց դա աբսուրդ է։ Մեր կլինիկայում 3 հատ տեխնացիական դիսերտացիա է պաշտպանվել, որոնք եւ ապացուցում են նրա արդյունավետությունը։ Դրա համար այդպեսի բան ասել, որ ոչ ապացուցողական է, ուղղակի հիմարություն է։ Հակոբյանի խոսքով կենտրոնի գործունեությունը պահպանելը գնալով ավելի բարդ է դարձել ֆինանսական առումով, իսկ ինչպես է գոյատևում անձավաբուժարանը։ Կառավարության կողմից ընդունված որոշման կարգը հետևյալն է. ամեն ամիսը մեկ հայտարարվում է այդ մրցույթը։ Եթե մրցույթը չի կայանում, պետգույքի կոմիտեն նորից 1 ամիս հետո մրցույթ է դնում։ Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը նշում է, որ նախկինում 16 աշխատակից ունեին։ Ստիպված են եղել կրճատել հաստիքները։ Հիմա ունեն 2 հաստիքով եւ եւս 4 պայմանագրերով աշխատակիցներ։ 2020-ին, երբ կենտրոնը դեռ պետպատվերով էր գործում, դրա ֆինանսական շրջանառությունը զգալիորեն ավելի բարձր էր։ Այսօր այն գրեթե կրկնակի, նույնիսկ մոտ եռակի կրճատվել է։ Փակեցինք, չեղավ, չաշխատեց, ուրեմն ոչ մի անձավաբուժարան ոչ ստեղ կա, ոչ հարևան պետություններում կա, ոչ Կովկասում կա, ոչ Ռուսաստանում կա մի հատ Բելարուսում, բայց Բելարուսում էլ կալի աղի վրա է, կալիինի աղն է, նատրի չի։ Իսկ մեր մոտ նատրի քլորն է, կալիինի աղը նույն էֆեկտը չի տալի առողջության համար, ինչ որ նատրի քլորն է տալի։ Նատրի քլորով չկա, ասենք, այս ամբողջ տարածքում էլ ոչինչ չկա։ Դրա համար սա կարծում եմ ազգային հարստություն է, որը որ պետք է պահել, փայփայել մինչև հիմնական խնդիրները լուծվի։ Բժիշկ Ոսկանյանը կենտրոնի առաջին աշխատակիցներից է։ Հիշում է, տարիներ առաջ այստեղ այցելուների հոսքը այնքան մեծ էր, որ մարդիկ հերթագրվում էին շաբաթներով, երբեմն նույնիսկ ամիսներով։ Նրա խոսքով ամառ թե ձմեռ կենտրոնում կայուն 19-ից 20 աստիճան է։ Այցելությունների օպտիմալ քանակը 20 պրոցեդուրան է։ Առաջի 7 պրոցեդուրան դա ադապտացիայի շրջանն է, այսինքն օրգանիզմը հարմարվում է այս միկրոկլիմային, որից հետո սկսվում է դրա դրական ազդեցությունը օրորի եւ հասնում է իր գագաթնակետին 20-րդ օրը։ Հիվանդները ունեն գծած ռեժիմ, հա, ինչ պետք է անեն։ Նախ իջնում են եւ կատարում են առողջարար բուժական քայլք, որից հետո մի հատ բժշկի այցելություն է լինում, որից հետո ժամը 11-ին մենք անում ենք շնչառական վարժություններ, տարբեր էլեմենտներ ենք մտցրել այդ վարժությունների մեջ եւ յոգայից ունենք էլեմենտներ եւ Ստրելնիկովայի վարժությունները, որից հետո գալիս է հանգստի ժամը։ Բժշկի խոսքով բնական աղի քարանձավում յուրահատուկ միկրոկլիման, օդի բաղադրությունը, խոնավությունը, ամեն բան նպաստում է օրգանիզմի դիմադրողականության, իմունիտետի բարձրացմանը։ Օգտակար է թե մեծերի, թե փոքրերի համար։ Եղել են լրիվ լիարժեք առողջացումներ երեխաների դեպքերում։ Մեծահասակների մոտ երկարում է ռեմիսիան, այսինքն այդ դադարի շրջանը շատ երկարում է։ Եթե լինում են սրացումներ, շուտ են նրանք ընդհատվում։ Դեղորայքի պահանջն է քչանում խիստ, եթե հիվանդը մինչև այդ օգտագործում էր հորմոնային պրեպարատներ, ինքը կարողանում է հրաժարվել այդ հորմոնային պրեպարատներից։ Այսօր սակայն հարցը մնում է բաց. կկարողանա արդյոք այս եզակի կենտրոնը պահպանվել։ Սվետլանա Պետրոսյան, Մհեր Դավթյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։